Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը ազգային ժողովի անկախ պատգամավոր ՄԱՍԿ-ի փոխնախագահ Հակոբ Ասլանյանն է։ Բարև ձեզ, պարոն Ասլանյան, շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Ասլանյան, ձեր կուսակցությունը ՄԱՍԿ-ը արտահերթ համագումարում հաստատել էր խորհրդարանական ընտրությունների ընտրական ցուցակը, 15 թեկնածուների ցուցակ եք ներկայացրել, սակայն մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ չեք մասնակցում ընտրություններին։ Կասեք, ինչու փոշմանեցիք, ինչու հետ քայլ արեցիք։ Մենք չենք փոշմանել։ Մենք գնում ենք այն ճանապարհով, որի մասին մենք միշտ խոսել ենք։ Իսկ ինչ ենք մենք խոսել։ Մենք ասել ենք, որ ամեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի։ Եվ այդ ֆոնի վրա ինչ տեղի ունեցավ մեր կուսակցության։ Մինչև ամսի 19-ը մենք դեռ փնտրտուքի մեջ էինք եւ փորձում էինք որոշակի ուժերի հետ համագործակցել։ Նպատակը ոչ միայն ազգային ժողով մտնելն էր, նաև Նիկոլին թույլ չտալու, որ վերընտրվի, այլ նպատակը նաև այն էր, որ ինչքան հնարավոր է այդ վերընտրման համար թույլ չտալ, որ ձայներ փոշիանան, որովհետև օրինակ 21 թվականի ընտրությունների ժամանակ ԿՊ-ն 13 տեղ ստացավ միայն փոշիացումից։ Սա սարսափելի էր։ Եվ ահա արդեն վերջին օրերին մեր հարցումները, մեր քննարկումները բերեցին նրան, որ մենք, քանի որ չկարողացանք որոշակի ուժերի հետ համաձայնության գալ, չնայած դա մեր մեղքը չէ, ես բացահայտ եմ ասում, մենք քննարկումներ ենք ունեցել եւ բոլորին դեմի հետ եւ Էդմոն Մարուքյանի հետ, բայց չստացվեց ու գտնում եմ, որ դա մեր մեղքը չէր։ Թող ապագան հետո ինքը որոշի կյանքը, թե ինչու չստացվեց։ Հիմա եկավ հասավ այնպիսի մի տեղ, երբ մեր բոլոր, ասենք, վերլուծությունները ցույց էին տալի, որ մենք ամենայն հավանականությամբ չենք հաղթահարելու 4%-ը։ Ու հանկարծ պարոն Աղազարյանի մոտ կարծեմ այդ միտքը միանգամից եկավ, ասեց դուք պատկերացնում եք, ասեց, հա, որ ասենք ենթադրենք մենք 3.9 հավաքում ենք ու չենք անցնում։ Մենք դրանով իսկ օգնելու ենք, որ մոտ 4%-ը փոշիանա եւ դրա առյուծի բաժինը անցնի ԿՊ-ին, Նիկոլին։ Մենք չենք կարող դա թույլ տալ եւ որոշում կայացվեց, որ չենք մասնակցելու միայնակ, որպեսզի չփոշիացնենք եւ քանի որ հնարավորություն կա հիմա խոսել դրա մասին, ես կոչ կանեի բոլոր այն ուժերին ուղղակի շատ սառնասրտորեն մտածել, վերլուծել, հասկանալ իրենց հնարավորությունները եւ չփոշիացնել, որովհետեւ ԿՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը ամենամեծ հույսերից մեկը այդ փոշիացումն է։ Ճիշտ է, այս անգամ բավականին կարծես թե քիչ դիմորդներ կան, 17+2 է, դե 21 թվականին կարծեմ 26 թե 27-ներ, բայց բոլոր դեպքերում ես գտնում եմ, որ դա շատ է։ Ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք այդ գաղափարը եւ առաջիկայում այդ գաղափարի շուրջը մենք թեկուզ եւ չենք մասնակցում, բայց աշխատելու ենք որոշակի այդ ուժերի հետ, փորձելով նրանց մեկ ճակատի գաղափարը իսկապես հասցնել։ Գիտեք, այդ մեկ ճակատով հանդես գալը, դա մի հոյակապ գաղափար է։ Միայն պետք է, որ այս բոլոր մասնակիցները համաձայնվեն մի բանին իր շուրջը։ Բոլորին խանգարողը Նիկոլ Փաշինյանն է եւ իր ռեսուրսները։ Ճիշտ է, իշխանական ռեսուրսները, իշխանական ապարատը եւ այլն։ Ուրեմն սիրելիներս, ի՞նչն է խանգարում ձեզ համաձայնության գալ 4 ամսով
նախ հաղթանակել եւ քաղաքական դաշտից դուրս շպրտել Նիկոլ Փաշինյանին ու իր խունտային, ես այդպես էլ կասեմ, եւ դրանից հետո նշանակել նոր ընտրություններ եւ այն ժամանակ ճակատի ամեն մի ուժ թող ժողովրդին մոտենա, ժողովրդին ներկայանա, ժողովուրդը նրանց ձայն տա եւ այդ դեպքում ասենք նոր ընտրությունները 4 ամիս հետո կլինեն առանց իշխանական ռեսուրսների, առանց իշխանական հնարավորությունների, ռեպրեսիաների, ճիշտ է թե ոչ, տեսեք թե ինչ հոյակապ, այսինքն մեր առաջարկած ծրագիրը ոչ միայն իրատեսական է, այլև հզոր ձևով ապացուցում է, թե որ ճանապարհով գնալուց կարող ենք մենք հասնել հաջողության եւ երկիրը փրկել նոր վտանգավոր երևույթներից, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը հսկայական նոր խնդիրներ է առաջ բերելու հայոց պետականության առջև։ Պարոն Ասլանյան, իսկ ձեր այդ որոշումը քննարկել եք այլ ուժերի հետ նախքան որոշում կայացնելը, չմասնակցելու մասին։ Ոչ, մենք մեր վարչությունով եւ քննարկումներ արեցինք վարչությունով վերջի, տեսեք, մենք դա արել ենք մինչև ժամանակը լրանալը, այսինքն 23-ին, բայց պարոն Աղազարյանը իր վերջին ելույթում հստակ ասեց, ես էլ եմ դա հաստատում, որ եթե նույնիսկ 23-ին չանենք, ապա Նիկոլ Փաշինյանի ուղերձից հետո, այդ խայտառակ ուղերձից հետո, որի մեջ բացարձակապես, այսպես ասած, մեր պատմական արմատներից հեռանալու այդ կոչը մենք անպայման նույնը կանեինք։ Պարոն Ասլանյան, իսկ ում է սատարելու ձեր կուսակցությունը, տեսնում եք արդյոք այս ընտրություններին մասնակցող ուժ, որի կողքին կարող եք կանգնել։ Վաղը երեկոյան մենք վարչության նիստ ենք ունենալու ընդլայնված ձևով եւ քննարկելու ենք նաեւ այդ հարցը, թե առաջիկայում մենք չմասնակցելով այստեղ մի դրական բան էլ երևի թե ուժերի մոտ պետք է դա ի հայտ գա, հասկանան իրենք, որ բոլոր նրանք, ովքեր կասկածում էին, որ պարոն Աղազարյանը եւ պարոն Ասլանյանը եւ Մասկ կուսակցությունը, այսպես Մասկը Նիկոլի պրոյեկտն են, ԿՊ-ական պրոյեկտն են, ապա այն ժամանակ մենք հայտարարում ենք, եթե պետք է որ ճակատը ստեղծվի եւ մենք չմասնակցենք, ապա մենք պատրաստ ենք։ Հիմա մենք չենք մասնակցում։ Սրանով իսկ ապացուցելով, որ մենք ԿՊ-ական պրոյեկտ չենք, մենք պրոյեկտ չենք ոչ մեկի, մենք անկախ ազատ մարդիկ ենք, որոնք չեն հեռացել հեղափոխական սկզբունքներից։ Այն հեղափոխական սկզբունքներով, որ 18 թվականին մեր ժողովրդի 95%-ը փողոց դուրս եկավ եւ մերժեց նախկիններին։ Պարոն Ասլանյան, Հովիկ Աղազարյանը ասել էր, որ բանակցում եք որոշ կուսակցությունների հետ ու նախընտրում եք ընտրությունների գնալ այսպես կոչված այլ կուսակցությունների հետ միասնական դաշինքով։ Ասացիք, որ բանակցել եք նաև Լուսավոր Հայաստան կուսակցության հետ։ Ցանկանում եք պարոն Մարուքյանին նշանակել ձեր վարչապետի թեկնածու։ Քննարկումները չհասավ դրան։ Իսկ ինչու։ Չստացվեց։ Իսկ ձեր առաջի համարը ինչու պարոն Աղազարյանը չի։ Մեր առաջին համարը այստեղ էլ մենք յուրահատուկ որոշում կայացրեցինք։ Մենք դրանով մի քանի քայլ կատարեցինք։ Առաջին եւ պարոն Աղազարյանը եւ պարոն Ասլանյանը ինչ էլ որ անում էին, որոշակի շրջանակներում ընկալվում էին որպես Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ։ Ճիշտ է թե ոչ։ Ուրեմն, սա մեկ, դրա համար մենք որոշեցինք, իմիջիայլոց, երբ որ քննարկվում էր 4 տեխնացու էին, պարոն Աղազարյանը, ես, Լևոն Մերմխտարյան եւ Օֆելյան, եւ ինչ ստացվեց, ամենահավանականը ստացվեց Ավագյան Օֆելիայի առաջադրումը։ Առաջին, դրանով իսկ մենք նաև ժողովրդին փորձեցինք ապացուցել,
ընտրությունով, ոչ թե մեր որոշումով, որովհետև դա համագումարում որոշվեց, որ մենք պրոյեկտ չենք, տեսեք, մենք երկուսս առաջադրվել ենք, բայց ավելի շատ հավանականությունը նրան է, դա մեկ եւ երկրորդ, այստեղ կնոջ գործոնը եկավ, կնոջ կերպարը լավ գիտեք, որ ասոցացվում է խաղաղության հետ, ես կարծում եմ ոչ մի կին պատերազմ չի ուզում եւ այստեղ կնոջ կերպարը մենք միանգամից համաձայնության եկանք այդ հարցում, որ այո, ամենահավանականն ու ամենաճիշտը կին վարչապետ ունենալն է։ Միաձայն ընտրվեց այդ որոշումը։ Այո։ Պարոն Աստանյան, իսկ դուք եք բանակցում մյուս ուժերի հետ, թե Հովիկ Աղազարյանը։ Երկուսով։ Երբեմն Հովիկ Աղազարյանը մենակ էր հանդիպում, բայց վերջնական իմաստով մշտապես մենք երկուսով էինք, որովհետև մեզ մոտ իսկապես դեմոկրատիա է եւ նախագահն ու փոխնախագահը գրեթե հավասար այսպես ստանդարտի վրա են կանգնած։ Իսկ չգտնվեցին ուժեր, որոնք պատրաստ էին ձեզ հետ նույն ցուցակում լինեին, թե խնդիրը ձեր քաղաքական ուժի մեջ էր։ Ոչ, չգտնվեցին, ասում եմ, չէ, մենք ինչքան էլ մի անգամ պարոն Աղազարյանը լավ ասեց, մենք պետքա դադարենք մարդկանց ապացուցելու, որ մենք ուխտ չենք։ Ինչքան կարելի է, գիտեք, ցավալին որն է, որ շարունակ հոլովում էր, ու մենք գտնում ենք, որ դա հոլովում էր հենց ՔՊ-ի կողմից, որպեսզի մարդկանց մոտ թույլ չտրվի, որ մարդիկ հանկարծ սկսեն մտածել, որ չէ, այս մարդիկ ազնիվ են, այս մարդիկ իսկապես վռնդվել են, ինչպես պարոն Աղազարյանն ասում, վռնդվել են ՔՊ-ից եւ հիմա ոչ թե հակա-ՔՊ-ական են, այլ պետականամետ են, այստեղ տարբերություն տրեք, բոլոր այն մարդկանց խորհուրդ եմ տալիս միայն մի բան մտածել, եթե մարդը Նիկոլ Փաշինյանի որևէ գործողության համար քննադատում է, դա չի նշանակում, որ ինքը Փաշինյանին կամ ՔՊ-ին է դեմ թշնամի, ոչ, ինքը կողմ է, ոչ թե դեմ է նրանց, այլ կողմ է պետականությանը, պարոն Աղազարյանի եւ մեր բոլորի ջանքերը, իմ ջանքերը, մեր բոլորի ջանքերը ուղղորդված են եղել մեր պետականությանը, այն կարևորագույն խնդիրները, որ այսօր առաջացնում է Նիկոլ Փաշինյանը իր իշխանությամբ, սարսափելի է, գիտեք, ես օրինակ չեմ հասկանում մեր ժողովրդի այն մասսային, որը չի կարողանում վերլուծել ու հասկանալ, թե ինչ հզոր խնդիրներ, դժվարագույն խնդիրներ են առաջանալու հայոց պետականության առջև, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Ոնց կարող եք, ժողովուրդ ջան, ոնց կարող եք դուք չհասկանալ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետությունն ու հայոց աշխարհը տանում է կործանման, որովհետև Աստված չանի, որ ինքը վերընտրվի եւ այդ չակերտավոր, որ Ալիևն ասում է մենք կռվով չենք գալու, մենք գալու ենք, այդ իր 300,000-ը որ բերի լցվի, ընդամենը մի քանի տասնամյակ հետո, երբ որ ադրբեջանցի կինը 7-ից 8 երեխա կբերի, իսկ դու հայ ընդամենը մեկը կբերես, ընդամենը մի քանի տասնամյակ հետո դեմոգրաֆիան այնպես փոփոխություն կլինի, որ սա կդառնա իսկապես արևմտյան Ադրբեջան, ադրբեջանական պետություն կդառնա, որովհետև մենք կկազմենք փոքրամասնություն, եթե այդ փոքրամասնություն կազմենք, մենք կորած ենք, մենք Հայաստան չենք ունենալու, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվեց, չենք ունենալու Հայաստան։ Պարոն Աստանյան, բայց չէ որ դուք էլ երկար ժամանակ եղել եք հենց այդ քաղաքական թիմում, ինչու այդ ժամանակ այդ հարցերը չեք բարձրացրել։ Շատ կներեք, Ռոբեսպիերն ու Դանտոնը նույնպես երկար ժամանակ ֆրանսիական հեղափոխությունն էին անում, բայց հետո Ռոբեսպիերի հրամանով Դանտոնը գլխատվեց։ Ցույց տվեք պատմության մեջ մի որևէ հեղափոխություն, որ այդ հեղափոխություն սկսողները, հեղափոխություն անողները մինչև վերջ իրար հետ գնացել են, չկա այդպիսի բան, որովհետև
սկիզբը մի բան է, ընթացքը մի բան է, այդ եթե ձեր ասած տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն որ ամուսնանում են, երբեք պետք է չբաժանվեն։ Եթե ընկերություն են անում, երբեք ընկերությունը պետք է չթողնեն։ Ինչու դուք կարող եք ընդունել եւ ընտանեկան օրենսգրքում ամուսնալուծության օրենք դնեք, որ պետք է, եթե պետք է մարդիկ իրար չեն հասկանում ամուսնալուծվեն կամ ընկերներն իրարից բաժանվեն, բայց քաղաքական գաղափարները եթե իրարից տարբերվում են, արդեն դավաճանություն է։ Եթե դավաճանության մասին է խոսքը, առաջի դավաճանը Նիկոլ Փաշինյանն է։ Ինքը դավաճանեց Լևոն Տեր-Պետրոսյանին։ Եթե դավաճանության մասին է խոսքը, առաջին դավաճանը ինքն է, որովհետև դավաճանեց Լևոն Տեր-Պետրոսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքի տակ աճեց, հետո Լևոն Տեր-Պետրոսյանին գցեց։ Պարոն Աստանյան, իսկ դուք ինչով եք տարբերվում այն ընդդիմությունից, որը տարիներ շարունակ նույն քննադատություններ հնչեցնում։ Որը նրանով ենք տարբերվում, որ այն ընդդիմությունը, որ այսօր կա, հիմա հստակ ասեմ ես, ընդդիմությունը կա, շատ խոցելի է։ Դուք միայն մի բան ասեմ ձեզ։ Ազգային ժողովում հենց որ ընդդիմությունը մի բան է խոսում, անմիջապես այնտեղ ԿՊ-ից իրենք թռնում են ամբիոն ու սկսում են դուք թալանել եք, դուք եք արել, դուք եք արել, դուք եք արել։ Պարոն Ասլանյանին ոչ մեկը չի կարող ասել։ Պարոն Ասլյանը այնքան մաքուր է, որ ոչ մեկը չի կարող ասել, որ որևէ մի կոռուպցիոն շրջանակի մեջ կա։ Այդ դրանով ենք տարբերվում, որ մենք մաքուր ենք, ինչքան էլ որ պարոն Աղազարյանին փորձում են կեղտի մեջ քաշել, մեկը չեն կարողանալու, որովհետև պարոն Աղազարյանին գուցե այնքան չէ, իսկ իմ դեպքում ընդհանրապես ոչինչ չեն կարող անել, որովհետև իմ ամբողջ կյանքի ընթացքում ոչ սովետական շրջանում, ոչ էլ հետո ես իմ թեկուզ եւ սովետական շրջանում պետությունը իշխանությունը իմը չի եղել, պետությունն է իմը եղել, երկիրն է իմը եղել, ես ինձ թույլ չեմ տվել պետությունից գողանալ։ Ես իմ կյանքում երբեք ապօրինի որևէ կոպեկ չեմ դրել իմ գրպանը։ Եվ դրանով ես հպարտ եմ։ Եվ մի անգամ պատգամավորներից մեկին չեմ ուզում անունն ասել, ասի կադրային քաղաքականությունն էս ինչ եք անում, չեք կարողանում ազնիվ մարդիկ բերել, ասեց պարոն Ասլան, որտից է տենց ազնիվ մարդիկ գտնեք, ասի ես մեկին ճանաչում եմ։ Ստով ասի ես, ասել եմ ես, հասկանալի է, չէ, որովհետև իսկապես պետք են մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ ազնիվ ապրելու բերկրանք են ապրել, իսկ ստեղ եկածները, գիտեք, որ սկսենք խոսել, դուք ասում եք երկար ժամանակից դուք գիտեք, թե մենք ներսում ինչքան ենք կռիվ տվել, դուք գիտեք, որ դեռևս մեզ արդեն տարի ու կեսա հեռացրել են, դրանից 2 տարի էլ գումար եք իրար, տեսեք ինչ, պարոն Աղազարյանը մենք հարց բարձրացրել ենք, Նիկոլ Փաշինյանին հարց ենք տվել, երբևէ քննարկվելու է միջանցքի հարցը, չէ, պարոն Ասլան, չէ, պարոն Աղազարյան, չի լինելու, քննարկվելու է այսպես կոչված փախստականների վերադարձը, չէ, չի լինելու, մեզ վռնդեցին, սկսեցին ազատորեն խոսել։ Հասկանալի է, այսինքն այդ 21 թվականից մինչև 23 թվականի վերջերը մենք մշտապես եղել ենք ներսում ինչ-որ ձևով ընդդիմություն։ Դուք կլնայեք, թե մեզ ԿՊ-ից հանելուց հետո Նիկոլ Փաշինյանի գործողությունները ինչքան անվերահսկելի դարձավ։ Մենք կարծես, քանի մենք դեռ կայինք ներսում, մի տեսակ այսպես ասած բան չէր, բայց եղել են դեպքեր, օրինակ ասենք, ոնց ես բացատրեմ, որ կոնկրետ, դուք պատկերացրեք, որ ասենք իմ չեմ հիշում որևէ ելույթից հետո հանկարծ ինձ կանչում են ԿՊ ղեկավարություն եւ ասում են, որ Մոսկվայի պահանջով պարոն Ասլանյան, ձեզ պետքա հայ-ռուսական բարեկամական խմբից հանենք ու հանում գցում են դուրս։ Հասկանում եք, այսինքն քանի որ ես հայամետ խոսակցություն էի վարել այդ հարցազրույցի ժամանակ, ինձ դուրս վռնդեցին հայ-ռուսական
գիտեք չէ, բարեկամության խմբեր կան ազգային ժողով, բարեկամության խմբից ինձ չեն ընդունել իմ ասածները, ինձ բազմաթիվ անգամ Ալեն Սիմոնյանից ու Կոնջորյանից բռնցրած, բազմաթիվ անգամ ինձ մեղադրել են, թե պարոն Ասլան էդի չեք խոսում, մի անգամ էլ Նիկոլ Փաշինյանն է այդ հարցով հարց բարձրացրել, Մյունխենից վերադառնալուց հետո, ասում է, էդ ինչ եք խոսում, պարոն Ասլան։ Պարոն Ասլանյան, իսկ կա կոնկրետ որոշում կամ քայլ, որի համար փոշմանել եք կամ հանրությունից ներողություն կխնդրեիք։ Ոչ, ես ինչ արել եմ, համոզմունքով եմ արել, ես պայքարել եմ ներսում, բայց երբ որ տեսել եմ, որ արդեն պայքարը չկա, Աղազարյանը մենք վռնդվել ենք այնտեղից։ Ձեր նախկին թիմակիցները պնդում են, որ դուք պարզապես նեղացած եք, ինչ կասեք այս մասին։ Ումից նեղանում են արժեքներից։ Կներեք, չեմ ուզում վիրավորական ասել, առաջին իսկ հարցազրույցում, երբ որ արդեն ես ԿՊ-ում չէի, առաջին իսկ հարցազրույցում ես ասել եմ հետևյալ միտքը եւ միշտ մնում եմ այդ գաղափարին։ Ես ասել եմ, ես շնորհակալ եմ ԿՊ-ից, որ նա Ասլանյանին վերադարձրեք Ասլանյանին։ Այսինքն իրենք ինձ վերադարձրեցին ինձ, այն Ասլանյանը, որը ենթարկվելով որոշակիորեն կուսակցական կանոնակարգին եւ այլն ստիպված էր լինում նոտարի դեր կատարել եւ սեղմել կոճակը, այլևս դրանից հետո արդեն տարի ու կեսա ես իմ խղճի մտոք եմ քվեարկում։ Պարոն Ասլանյան, առաջիկա ընտրությունները ձեր գնահատման որքան կլինեն մրցակցային, ում շանսերն եք բարձր գնահատում։ Առաջիկա ընտրություններում եթե ճակատ չստեղծվի, մի քանի զարգացումներ կարող են ունենալ։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանը կարող է Մոլդավիայի օրինակով մեր ձևովին ուժեղ Հայաստանին վերջի րոպեին, ասենք մայիսի 20-ից հետո ուղղակի հանել եւ հաղթանակ տանել։ Իսկ օրինակ ուժեղ Հայաստանի շանսերը ինչպես եք գնահատում։ Հակակոռուպցիոնը արդեն երրորդ անգամ է ձայնագրություն հրապարակում, որ ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել, 3 եւս 4 հոգի ձերբակալվեց։ Իսկ հակակոռուպցիոնը Նիկոլ Փաշինյանի թիմի կատարած անօրինականությունները ինչու չի բացահայտում։ Իսկ կոնկրետ ուժեղ Հայաստանի հրապարակած ձայնագրությունների մասին ինչ կասեք։ Դա էլ ցույց է տալիս, որ ես շատ եմ ցավում, որ հիմա բան պետք է ասեմ, գուցե ուժեղ Հայաստանը կամ մեր ձևովը այնտեղ հավաքված մարդիկ շատերը այսպես կայացած բիզնեսմեններ են, կայացած մենեջմենտի մասնագետներ են եւ այլն, բայց քաղաքական դաշտում նրանք հիմնականում չկան եւ քաղ տեխնոլոգիա էլ չեն տիրապետում, նրանք չեն կարողանում գիտակցել, թե ոնց պետք է անել եւ Նիկոլը դրանից լավ օգտվում է, շատ լավ է օգտվում, որովհետեւ իրենք սխալ ուղղությամբ են գնում։ Իրենք փորձում են նյութապես շահագրգռեն մարդկանց, որպես իրենց դեմ ցավալի դա է։ Հասկանում եք, նրանց ասացի մեջ թող վատ չզգան այն ինչ որ ես ասում եմ, նրանց ասացի մեջ քաղաքական կոնտեքստ չկա։ Սկսած տոկոսների իջացումը, սկսած եսիմ աշխատատեղերի բացումը եւ այլն, դա քաղաքականություն չի, դա տնտեսագիտություն է, քաղաքականությունը չկա։ Այսինքն չեք սատարում իրենց ուժին։ Մենք։ Այո։ Ես ասացի դա պատրաստ կլինեք նրանց հետ համագործակցել ուժեղ Հայաստանի հետ։ Հանուն նրա, որ պետք է Նիկոլին հեռացվի, մենք պատրաստ ենք ընդդիմադիր ուզածդ ուժի հետ համագործակցել։
ուզածդ ուժի հետ համագործակցել, բայց մի պայմանով, նորից եմ ասում, եթե ճակատը ստեղծվի, այսինքն 4 ամսվա ժամանակավոր կառավարություն ստեղծվի, որի պայմաններում Նիկոլին կհեռացնեն, որից հետո կդրվի ազատ, անկախ ու ազնիվ ընտրությունների անցկացումը։ Այսինքն պատրաստ եք համագործակցել անգամ այն դեպքում, եթե այդքան էլ կողմ չեք իրենց ներկայացրած օրակարգին։ Գիտեք ինչ, այսպեսի մի բան կա։ Մենք բոլորս, չէ, ընդդիմությունը, մեր ասած ճակատի գաղափարը որն է, մենք բոլորս ուզում ենք, որ Նիկոլը հեռանա, բոլորս։ Եկեք միավորվենք ճակատի մեջ, Նիկոլին հեռացնենք, որից հետո յուրաքանչյուրս թող իր ծրագրով ներկայանա ժողովրդին նոր արտահերթ ընտրություններով, որտեղ չի լինի ԿՊ-ական այդ ամբողջ առավելությունները իրենց համար եւ ոչ մեկի համար, ինչու նաեւ 4 ամիս, որովհետեւ 4 ամսվա ընթացքում այդ իշխանությունը, ով էլ որ իշխանության գա, չի հասցնի այդ հեղափոխության նոր բանի վերմակը իր վրա քաշելու, հասկանում եք, սա է կարևորը։ Ես նորից եմ կոչանում բոլոր ուժերին միավորվել Նիկոլին հեռացնելու գաղափարի շուրջը։ Հեռացումից հետո, տեսեք, ես զարմանում եմ, ասենք, ուժեղ Հայաստանի մոտեցումներին։ Ուժեղ Հայաստանն ուզում է ինքը իշխող ուժ դառնա, չէ՞, բայց չէ որ մեր ծրագրով ինքը ավելի է հեշտ հասնելու իշխանության, որովհետև Զարմանում եք ինչու ձեզ հետ չի համագործակցել։ Իրանք մեզ հետ, դե մենք փոքր մարդ ենք, երկու մարդիկ, ովքեր ԿՊ-ի պրոյեկտ են։ Ես կարծում եմ, որ իրենք հիմնականում հենց դա է պատճառը, որ շատ ուժեղ։ Բայց փորձել եք իրենց հետ բանակցել։ Իրենց հետ ոչ։ Գիտեք ինչ կա, եթե մենք ընկնեինք փողոց եւ այլն, դա ճիշտ չէր։ Մենք նայում էինք ծրագրերը եւ ամենամոտիկ ծրագրերը մեկ Մարուքյանի հետ էր, մյուսը բոլորին դեմն էր, որոնք մոտավորապես 80-90%-ով նույն գաղափարներն էինք առաջ քաշում, մոտ էր։ Հիմա էլ եթե մենք վաղը որոշում կայացնենք, որոշում պետք է կայացնենք այն առումով, որ մենք օժանդակելու ենք այն ուժին, որը գաղափարապես մոտ է մեզ։ Պարոն Ասլանյան, իսկ Քոչարյանի մուտքը ակտիվ քաղաքականություն ինչպես կգնահատեք։ Ձեր կարծիքով իշխանության համար է, թե արդեն անցած փուլ է իրենց համար։ Ես կարծում եմ, որ գիտեք ինչ, ես բազմաթիվ անգամ եմ ասել, որ դեռևս կարծեմ դեռ ԿՊ-ում էի, մի անգամ խոսակցություն եղավ, ես դա ասեցի, որ այսօր ընդդիմությունն ու իշխանությունը սինխրոն իրար հետ աշխատում են։ Ու ես այդ գաղափարը այն ժամանակ էլ հետո էլ եմ ասել, որ օրը, ասել եմ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դուրս կգան քաղաքականությունից, Նիկոլի գործոնը կվերանա, որովհետև այսօր Նիկոլ Փաշինյանի հիմնական ընտրվելու գաղափարը դա է, տեսեք, եթե ես չլինեմ, լինելու է Ռոբերտ Քոչարյանը, լինելու է Սերժ Սարգսյանը, ենթադրենք սենց, եւ քանի որ ժողովուրդը մերժել է այդ նրանց, ժողովուրդը չի ուզում եւ ժողովրդին Նիկոլը կանգնացնում է երկու կարևոր վատ ընտրության առջև, վատի եւ վատագույնի։ Իսկ ժողովուրդը մտածում է, դե լավ, ոչինչ, սա ընտրենք վատն է, բայց չեն հասկանում, որ այս վատը վաղը միսօր վատագույնից էլ վատ է լինելու, որովհետև Աստված չանի, որ Նիկոլը ընտրվելուց հետո փորձի իրականացնել իր 4-րդ հանրապետությունը,
Ալիևի հետ միասին, որովհետև դա նրա երազանքն է, Ալիևի երազանքն է, 4-րդ հանրապետությունը Ալիևի երազանքն է եւ Նիկոլ Փաշինյանի ձեռով նա գոզում է կատարել իր արևմտյան Ադրբեջանի իղձը, բերել խաղաղ ձևով լցնել եւ Հայաստանը թուրքացնել։ Ես մի առիթով մի բան էլ ասացի, ասի տեսեք Թուրքիայում որոշ աղբյուրներում 80,000 թե 100,000 քիչ չի, չէ, 100,000 հայ է ապրում, ենթադրենք դպրոցներ են գործում, եկեղեցի են գործում, բայց մի հատ հարց տանք, ինչու է Թուրքիան դա թույլ տալի, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տա, որ տեսեք ես ինչ դեմոկրատիկ եմ, հայերը հանգիստ ապրում են, բայց չէ որ հայերը հանգիստ ապրում են նրա համար, որ հայերը ոչ մի նշանակություն չունեն Ադրբեջանում, Թուրքիայում, այդ 100,000-ը 80 միլիոնից ավելի մեջ մի կաթիլ էլ չի, այսինքն հայերը այլևս ոչ մի բացարձակապես գոյություն չունեցող տարր է այնտեղ եւ հիմա ես հիշում եմ 90-ական թվականների ժամանակ, երբ թուրքական աղբյուրները գրում էին, որ Ադրբեջանը շատ սխալ է անում, որ հակամարտությունով փորձեց լուծել Ղարաբաղի հարցը, որի պատճառով էլ մենք կորցրեցինք, այդպես էլ գրել էին մի բան, մենք կորցրեցինք Հայաստանը, որովհետև եթե 90-ական թվականներին Հայաստանը չմաքրվեր ադրբեջանցիներից, չէ, մենք հիմա դեմոգրաֆիկ ուրիշ պատկեր էինք ունենալու, այն ինչ հիմա փորձում են իրականացնել, այն ինչ վերջերս իմ մտքին մի բան էլ եկավ, փաստորեն իշխանության գալուց անմիջապես հետո Հայաստանի թուրքացման գաղափարը Նիկոլ Փաշինյանը սկսել է հենց 18 թվականից եւ դրա արտահայտությունն այն էր, որ նրա հրամանով փակվեց Սփյուռքի նախարարությունը, որի մասին դեռևս դարաշրջին Չաուշօղլին Ամերիկայի մի անգամ ելույթ ունենալուց ասաց, որ մեր առաջիկա համար առաջին խնդիրը հայոց Սփյուռքը չեզոքացնելն է։ Նիկոլ Փաշինյանը եկավ եւ 18 թվականին սկսեց իր այդ գործողությունները, 19 թվականի փետրվարին փակվեց Սփյուռքի նախարարությունը եւ այդ ֆոնի վրա եւ ձևականորեն ստեղծվեց Սփյուռքի հանձնակատարի, այսպես կոչված 25 հոգանոց մի խումբը, որը ճիշտ հակառակը պետք է լիներ, Սփյուռքի նախարարությունը պետք էր այնքան զորացնել, ստեղծել նոր ռադիո կանալներ, ստեղծել նոր հեռուստականալներ, որպեսզի Սփյուռքը ել ավելի մասնակից լիներ հայոց կյանքին, կտրեց Սփյուռքից եւ հետո հիմա էլ արդեն անցել է եկեղեցուն, եթե այս կողք բոլորը դնում ենք իրար կողք, ապա տեսնում ենք, որ այս գաղափարը Նիկոլ Փաշինյանը սկսել է իրականացնել դեռևս 2018 թվականից։ Պարոն Ասլանյան, ընդդիմադիր 3 բևեռներից Քոչարյան, Ծառուկյան եւ Կարապետյան, ում եք տեսնում որպես իրական քաղաքական խաղացող, այլ ոչ թե պարզապես ազդեցության կենտրոն։ Դժվար հարց եք տալիս։ Բոլոր դեպքերում, եթե անձամբ իմ անձնական կարծիք եք հարցնում, ես կուզենայի, որ մեր ձևովը կամ ուժեղ Հայաստանը ռեալ իրական կադրերով համալրվեր եւ բիզնեսմենների եւ քաղաքագետների միաձուլումից ստացվեր նոր հզոր ուժ։ Իսկ Ծառուկ որովհետև կներեք եւ Ռոբերտ Քոչարյանի թիմը թողներեն ինձ ընդդիմադիրը եւ Գագիկ Ծառուկյանի թիմը դրանք խոցելի են քաղաքականության մեջ խոցելի մարդիկ շատ վտանգավոր են, որովհետև նրանք կարող են ասել մի բան, բայց քանի որ խոցելի են, հասկանում եք, նրանք իշխանության եղած ժամանակ այնքան բաներ են կատարել, որ խոցելի են, ինչպես որ հիմա ԿՊՆ խոցելի դարել, որովհետև հիշեք խոսքերս, երբ որ իշխանությունից զրկվի ԿՊՆ, բազմաթիվ մարդկանց
վրա քրեական գործեր են հարուցվելու, որովհետև այստեղ էլ նրանք չդիմացան փողի ու իշխանության փորձությանը։ Ընդհանրապես ես մի այսպես բան ունեմ, խոսույթ ունեմ, ասում եմ, որ ազատ մարդը ով է, սրանք ազատ մարդիկ չեն։ Ու ես երբ որ ինձ հարցնում են, թե ազատ մարդը ով է, ես ասում եմ ազատ մարդը ազատ է 3 իշխանությունից. փողի իշխանությունից, իշխանությունից եւ վախի իշխանությունից։ Ես կարող եմ ճակատազբաց կանգնել ասել ես 3 իշխանություններից էլ ազատ եմ եղել, որովհետև փառք Աստծո, երբ պետք է եղել իմ կյանքը դնել հայրենիքիս համար, ես միշտ առաջնագծում եմ եղել, երբ պետք է եղել իշխանությունից հրաժարվել եմ, երբ պետք է եղել հզոր փողերից հրաժարվել, չծախվել, հրաժարվել եմ։ Շնորհակալ եմ շատ, պարոն Ասլանյան։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր ազգային ժողովի անկախ պատգամավոր ՄԱՍԿ-ի փոխնախագահ Հակոբ Ասլանյանը։